Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Ես ողջունում եմ ձեզ բոլորիդ, սրտանց եւ ցանկանում եմ լավ օր։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային խոհանոցից եւ կարծում եմ այդ ուտեստները կհամալրեն ձեր ընտանեկան կերակրացանկը նաեւ։ Բարեկամներ, այսօրվա պատրաստելիք ուտեստը մենք պատրաստելու ենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Դավիթ Սահակյանը, հայ խոհարարական համակարգերի զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, նոր ջրաղաց ռեստորանային համալիրի ավագ խոհարար, մեր լավ բարեկամ եւ ձեզ քաջացանոթ երիտասարդ պոստումնալից խոհարար, ողջույն։ Ինչպես ես Դավիթ։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ եմ Դավիթ ջան, լավ եմ, շատ ուրախ եմ քեզ հետ աշխատելիս, շատ լավ եմ զգում, որտեղ դու միշտ ինչ որ մի նորույթ, ինչ որ մի այսպես որ պատրաստում են ուտեստները եւ ավագ խոհարար վերջում այսպես մոտենում եմ, ասում, դու այդ ձևը միշտ պահում ես։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Տարբեր հաղորդումներում դուք խորհուրդ եք տվել եւ հեռուստադիտողին եւ բոլորին օգտագործել նեխուր։ Այդ հանգամանքը հաշվի եմ արել եւ այսօր պատրաստենք նեխուրով աղցան։ Շատ յուրահատուկ եւ առողջարար աղցան։ Շատ լավ, քարաուզ, ինչպես ասում ենք, նեխուր եւ նաեւ կոչում են մարվանդակ։ Կոթերը պիտի օգտագործենք։ Ընդհանուր կօգտագործենք, ձեզ շատ կխնդրեմ գազար մանացնենք, գազարել ենք օգտագործելու։ Միասին կանենք, տարբերություն չենք տեսնում։ Լավ, այստեղ նեխուր եւ գազար մանացնենք, քերիչով անցկացնենք։ Մանր կտրատենք նեխուրը։ Որ անցքերով, խոշոր, մանր։ Խոշոր, կարծում եմ խոշորով ավելի լավ կստացվի։ Հաշվի ես առել այն հանգամանքը, որ քարաուզը շատ օգտակար է։ Այո, ձեր խորհուրդն եմ հաշվի առել։ Ընդհանրապես ամառը եւ շատ խորհուրդ տանք մեր հեռուստատողներին, որ շատ բանջարեղեն օգտագործեն, աղցաններ օգտագործեն, նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը շատ բանջարեղենային։ Այո, բանջարեղենային իրականացնեն։ Եվ Համաձայն ես։ Այո, իհարկե։ Եվ այսպես կավելացնենք գազարը, մի փոքր մանրացնենք ընկույզ։ Իսկ ընդհանուր գործերը ինչպես են։ Հիանալի է, հիանալի է։ Կավելացնենք կրկին սխտորի փոշի։ Ավելացնենք սխտորի փոշի։ Մի փոքր աղ։ Այս երիտասարդությանը դժվար է համոզել, որ բնամթերքը շատ ավելի օգտակար է եւ Իսկ մեծահասակ խոհարարներին դժվար է համոզել, որ պետք է նայենք առաջ եւ շատ լավ նայենք, որը հարմար է այդպես օգտագործենք։ Նայենք առաջ։ Կարծում եմ շատ ավելի արդյունավետ կլինի, երբ որ մենք համադրենք։ Այո, իհարկե։ Մի փոքր կավելացնենք ձետ։ Կավելացնենք կիտրոնի հյութ եւ այսպես թարմ-թարմ կարող ենք ավելացնել հյութը։ Այո, լավ է բուրում։ Օգտագործելու ենք քերած պանիր, բայց կարծում եմ վերջում վրան կարող ենք տեղադրել պանիրը։ Մատուցման ափսեի։ Այո, ափսեն մի փոքր ձևավորենք եւ անցնենք առաջ։ Մինչ կձևավորի ափսեն Դավիթը, ես նորից հիշեցնեմ, թե ինչ կատարվեց այստեղ։ Մենք քերեցինք գազարը, կտրատեցինք քարաուզը, նեխուր կամ մարվանդակ, ինչպես կոչում ենք, համեմեցինք աղով, պղպեղով, սխտորի փոշով, կիտրոնի հյութ ավելացրինք եւ պիտի սպասենք ձևավորմանը։ Շատ հետաքրքիր է, որ Հազարի թերթիկներ կարող ենք իսկ ինչի գազարի։ Հազարի թերթիկներ, հազարի տերևներ։ Իսկ գազարով ձևավորում ես, որովհետեւ Գազարը դուք շեշտեցիք, որ պետք է բանջարեղեն շատ օգտագործենք, ես էլ փորձեցի բանջարեղենով ձևավորել, որպեսզի ձեզ դուրեկան լինի։ որ բաղադրությունը գազար ունի։ Այո։ Եվ այսպես կարող ենք տեղափոխել մատուցվող ափսեի մեջ։
հեռուստադիտողները, մենք բոլորս տանը հատկապես միշտ կանգնում ենք այն հարցի առաջ, բնականաբար որ տունը պատրաստում են, թե ինչ պատրաստենք այսօր։ Շատ արագ, յուրահատուկ համ ունի, նաև չբացեմ փակագծերը, բայց ասեմ տղամարդկանց շատ օգտակար է։ Իսկ ինչի պիտի չբացես, բացիր փակագծերը եւ խորհուրդ տուր մեր տղամարդկանց, Տղամարդկանց օգտակար է, այդքան եմ ասեմ։ Այո, ամառ է եւ մենք ունենք թարմ քարաուս, աշխատենք օգտագործել շատ թարմ քարաուս։ Մի փոքր էլ ընկույզ կարող Ես արդեն լրիվ բացեցի փակագծերը։ Ընկույզ եւ քարաուս, այդ երկուսը միասին կարծում եմ օգտակար է, շատ բարեկամներ, շատ ավելի օգտակար է ուղեղի համար։ Դուք տեսնում եք, որ նա ուղեղի նման է եւ այստեղ հարկավոր է նաեւ լավ աշխատացնել ուղեղը։ Սա ցանկանան ավելի շատ կիտրոն օգտագործել, մի փոքր կողքը տեղադրենք, ցանկացողը թող։ Այսինքն, եթե ուզում են ավելացնել կիտրոնահյութը, մենք կարող ենք այսպես մատուցող ափսեի հնարավորություն ստեղծել, որ ճաշակողը ինքը պատրաստի։ Բարեկամներ, նորից հիշեցնենք, շատ պարզ բաղադրություն, քարաուզ կամ նեխուր, ինչպես ասում ենք, գազար, աղ, պղպեղ, ընկույզ, կիտրոնի հյութ, նռան հատիկներ եւ գեղեցիկ ձևավորված աղցան։ Կրկին սխտորի փոշին անտեսվեց։ Գլխավոր սխտորի փոշին է։ Լավ, ուզում եմ որ դու քո առաջարկները, քո ցանկությունները մեր հեռուստադիտողներին։ Բոլորին կցանկանամ սնվեն առողջ, լինեն միշտ հաջողակ։ Այդքան է։ Սնվեն առողջ սննդով, ունենան առողջ սննդի կարիք եւ հագեցնեն իրենց այդ կարիքը միայն ու միայն առողջ սնունդ օգտագործելով։ Շատ լավ, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Դավիթին։ Դավիթը, այո, մտածող խոհարար է։ Մեզ համար շատ կարեւոր է, որ մենք կարողանանք պատրաստել մի սերունդ խոհարարների, ովքեր որ կմտածեն նախ եւ առաջ, աշխատելուց առաջ, պատրաստելուց առաջ պիտի մտածեն։ Շնորհակալություն Դավիթ, ապրես դու շարունակիր այդպես սկզբունքային առաջ տանել քո մտահղացումները եւ ցանկանանք միասին, որ նաեւ ի նպաստ մեր ազգային խոհանոցի բոլոր երիտասարդ խոհարարները թող սկզբունքային լինեն եւ ունենան լավ փող։ Նեխուրով աղցան, նեխուր 50 գրամ, ստեպխին 70 գրամ, ընկույզ 50 գրամ, ձեթ 30 միլիգրամ, լիմոնի հյութ 30 միլիգրամ, քերած պանիր 40 գրամ, նուռ, աղ, պղպեղ, բարյախորժակ։